Իսկ շախմատը որ արդեն նախորդ պատրաստել էին Ալեքս ջան։ 8-ն են։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ 8-ն են։ Ուստեղ ինչա կատու հատուկ շարել եմ, այսինքն որ տարբերվի գույները, սպիտակը սևի վրա, սևը սպիտակի վրա, որ գույները ուղղակի որ տարբերվի։ Ոչ թե ձև են շարում, ուղղակի այս ոնց որ դիզայնի պես արել են որ տարբերվեն։ Ինչա տեղ ունենում, ուրեմն այս որ նավակ են ասում։ Հանցար ներողություն ժողովուրդ ջան, այսօր ոչ մեկին վերև չենք հանելու, ցավները տանեմ։ Այսօր ես ու Արմանն ենք սենց հաղորդման պես է այսօր ելնելու էլի։ Միտքը տենց ենք որոշել, կներեք այսօր վերև ոչ մեկին չենք բարձրացնելու։ Ու տեսեք, ասենք այս ֆիգուրաները որ շախմատի տեսնում եք, այստեղ ինչա կատարում, որ այս քարին որ նավակ ենք ասում, ինչ որ այդտեղ աշտարակ են ասում։ Ձին, փիղը, բայց տեսեք, ինչա կատարում, այստեղ ինչ հետաքրքիր նյուանս կա։ Այս երկուսի գլուխը սուրճի տափակոտ է, ոնց որ արձաններին է։ Իսկ փղից սկսած, ոնց որ փղինը սուր է գալիս, արդեն այս երրորդից սկսում է սուր թագերը, միջև գալիս է էլի նույն երկուսը, որ էլի վերջանում է տափակ գլուխներով, որ սրանք արդեն կենդանիներն են, իսկ սրանք մարդակերպերն են։ Այսինքն մեջտեղինը համարվում է Արամազդը, Արարիչը։ Ինչա, այս խաղի գաղափարը որն է, որ այս Արարիչը դու ես դառնում, դու խաղացողն ես, այսինքն մնացածը քո խաղաքարերն են։ Այսինքն այս երկիր մոլորակի մարդիկ, որ պատկանում են Արարչին, այս մեր Matrix-ի այս երկիր մոլորակի կյանքը փոխարինվել է այս շախմատի խաղով, գաղափարական առումներով, որ արդեն դու ես խաղում, դու հետ ես քաշվում, 4-ը աճից, 4-ը ձախից իրար միանում են, դառնում են 8 խաղաքարեր։ Դու արդեն խաղը ղեկավարողն ես, որպես Արարիչ, որպես անհատ։ Մի խոսքով, գաղափարը սա է եղել, որ իրանք օգտվել են շախմատը հորինելու, դե շախմատը հենց սկզբից այլ կերպ է եղել, հետո կամաց դարի ընթացքում պարզ բան է, որ փոփոխություններ են ենթարկվել, որտեղ ցանկացած թեկուզ սպորտաձև, որ գիտենք, թեկուզ բոքս ասենք կամ ուրիշ ինչ-որ բան ասենք, միշտ էլ սկսել են, այսինքն ժամանակի ընթացքում սկսել են փոփոխություններ մտցնել։ Մի խոսքով, ասենք սա էլ էս գաղափարը, որ ասենք շախմատի, ոչ միայն շախմատը ասենք, մի հատ հասկանանք թե ինչ է կատարում, երբ որ Հայաստանից տարան